Երեք օր առաջ էլ Նիկոլ Փաշինյանը նայեց ձեզ մեղադրեց լրտեսության մեջ, ասաց, որ ձեր որդու հետախուզվող այդ հանգամանքը կարող է ազդումը, ինչ կասեք, ազդեցություն կա ձեր վրա։ Ուրեմն ես ուզում եմ ասել, ազդեցություն այնքանով է, քանի որ մարդը 8 տարի մարդկանց խաբելով, սուտացելով, ոչ մի բան չի փոխվում իրական կյանքում։ Էս եմ անելու, եկել եմ Ղարաբաղը փրկելու, Արցախը Հայաստանը ու վերջ ոզող ժողովուրդը, այսօր տուգանքի մատերիալ չի, բոլորը լսել եք, չէ՞ դες երկում ես ավրում, ճիշտ է թե ոչ։ Ոչ բան կատարվել է, փոխվել է մարդու կյանքում։ Մարդու արյուրյան կյանքը, վարկը, պարտքը, բարեկեցությունը փոխվել է, չի փոխվել։ Հիմա նույն ասենք Թևանյանի համար որ ասեցին, մարդկանց ուզում են ուղղությունը փոխեն, ես որպես Սարոկյան ասեցի, եթե իմ գործընկերը նա ասենք թե դավաճանա, շպիոնա, ես իմ ձեռքով գնդակարեմ իրեն, որտեղ շպիոնին պետք է կտոր անես, եթե շպիոնը իր ազգի արունը մոռանալով ամեն ինչը։ Ես դա ասել եմ, իմ մասով ասեց, ինչ չէ, շպիոն հայ պուճուր Շպիոն ասեցի, եթե որցե մեկը ապացուցի, չկլասի ապրես։ Ես պատրաստ եմ հրապարակում կանգնել, թող ինձ մահապատժի արժանացնեն, թողնել գրեմ իմ համաձայնությունը։ Բայց ասի, եթե չէ, այդ մարդիկ սուտ ասել, արդեն սովորույթ տալ արել։ Թող այդ մարդը, չեմ ասում գնդակահարեն, թող գա իր խոդով մտնի առույցի բունը ու դուրս գա։ Էն էլ որ ծառույցի մար։ Այնպես որ այդ պատասխանը կա ու երևի հիմա եթե դուք հարցնեք Թևանյանի փաստաբանին, նա կպատասխանի ինչ հոդվածով են իրեն ձերբակալել։ Խնդրեմ գնացեք ասեք։ Երեք ասել է։ Ինչ ասել։ Փաստաբանը Այո։ Դե երկու հոդված՝ լրտեսության եւ դավաճանության։ Թեև փաստաբանը նշում էր, որ որևէ հիմք չկա գործի մեջ։ Դե բայ դա չհասկացեմ, որ հիմք չկա գործի մեջ, ուրեմն փաստաբանը ասում է, չէ՞։ Պարոն Սարոկյան, այսօր Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ անդրադարձել է ձեզ եւ ասել է, որ մինչեւ 2031 թվականը խլելու է ձեզնից Արի գլխի վրա գտնվող ձեր առանձնատունը, ինչպես կմեկնաբանեք այս հայտարարությունը։ Ուրեմն մեկնաբանեմ, հիմա ավելի լավ բան առաջարկեմ մեր վարչապետին, որ կառավարության այդ առանձնատունը Դաչան, ավելի լավ է նվիրենք մեր պատերազմում վիրավոր ստացած տղաներին, որ հերոսներին, որ այսօր իրանք վիրավորվել են, ապակինման կարիք ունեն, ուշադրություն դարձնենք, նրանք մեր ազգի պատիվը բարձր են պահել։ Ինչ էլ պետք է, ես ասենք սարքավորները, ես իմ կողմից կազմակերպեմ, նրանք արժան են, իրենց ցավը տանեմ ես։ Ու մի բան էլ ուզում եմ ասել վարչապետին, որ ասենք թե Զոր Ծառուկյանը, որ ասում է իմ կլասը բարձր է, իմ բարձունքից չեմ իշտի, դա հիմնավորած, ինք այսքան ամեն օր վիրավորելով իմ տղաներին, ասելով, ես իմ բարձունքից չեմ իշտում, թույլ չեմ տալի, իր ընտանիք մտնեմ, որից է բառ ասեմ, իր երեխերքին, իր ընտանիքին տառու, սա է բարձունքը, ոչ թե ասենք թե ասելով, այսօր ինքը որ 31 թվական, ինքը մինչև հունիսի Այս տարվա 28-ը թող մտածի ինչ անելու, որտեղ այսօր ժողովրդի խաբել, անարվար վիճակ, ճանապարհները փակել, խնդրեմ սարքել, ասում է, բեք չեն կարող մարդ անենք, ցակ չի, ասում է, առեք իրար մեջ նվեր տվեք։ Հայր քանի միլիոն ցաղեք ա գնում։ Մի օր դա ղեկավարի ասած, նա արդեն հողը իր ոտի տակից գնում է, դա օրեր է մնացել, գնացել նա չի կարա, այսօր իր թիմը իր կողքը չի կանգնում, արդեն թիմն էլ ինք ասում է միակ որոշողը ես եմ, բայց թիմը կողքը տա կանգնած, վատ վիճակի մեջ ես դնում, այդ մարդիկ իրաց տեղը չեն գտնում, բայց բոլորս էլ գիտենք, որ որոշողը մի մարդ ասող, այդ ինքն է, թիմը դե կապ չունի, ես ասում եմ իմ երեխերքին վիրավորելով, ես իր երեխերքին իր ընտանիք չեմ մտել, իմ չեմ էլ մտնի, իր երեխերքին ցանկում եմ առողջություն, երջանկություն, Աստված պահպան լինի, ընտանիք մտնելը ճիշտ բան չի, բան ունի ասելու, թող ասի, սա հիմնական հարցերը, որ ասենք թե ես կարամ պատասխանեմ ասեմ, բայց ինքը նորից եմ ասում, խաբում է ժողովուրդ, ասում Արևմտյան Ադրբեջան չկա, ասել եմ 2025 թվական, դեկտեմբերի 5 Ալիևի ելույթը բացեք, որ Արևմտյան Ադրբեջանը նա վերականգնել է։ Եվ մի բան էլ ասեմ, վարչապետին եւ իր թիմին, հունիսի 18-ից 19-ը Նախիջևանում կայանում է Արևմտյան Ադրբեջանի վերականգնման խնդիրը, որ նա 300,000 մարդ պետք է բերի Հայաստանում բնակեցնի։ Ու մի բան էլ ավելացնեմ, ասում են, որ մարդիկ ասում են, դոչի նշանակ կպցնում քարտեզ, կարող է այդ ազնկցովիցով Հայաստանն է, պարոն վարչապետ, այն հպարտությամբ ես գնում, ոնց որ հաղթել ես, գրավել ես, բերում ես տարածքներ ավելացել, այլ մասնատելով, դնելով
ու այսօր էլ անկլավ ենք տալու, էս ենք տալու, հայերիկա խապես այսօր 120,000 մարդ անտուն, կործած, նոր էլ նայում եմ, մի հատ կին մոտենում է, հատուկ ճարե դրել են, բարոն վարչապետ, շնորհակալ եմ քեզնից, տղա զոհվեց, ամուսինը զոհվեց, թորնիկը զոհվեց, թե ես չգիտեմ, սա այդ նույն մակարդակի մարդիկ են, եթե թորնիկը զոհվել է, ամուսինը զոհվել է, դու վարչապետին ինչի համար ես շնորհակալություն այդ, մեզ մի հատ հասկանում, դա նորմալ է, ես ասեմ ամեն պահի վարչապետի ոտի տակից հողը գնում է, նա չի տիրապետում, չի կարա ոչ մի լավ բան անի, ամսի 28-ը հունիսի, ես ինչ ասել եմ, հիմնավորած եմ ասում, նա չի կարողանալու, այսօր հարց կարգավորի, Արևմտյան Ադրբեջան, ասում եմ հունիսի 18-ից 19-ը, Նախիջևանում Ալիևը կազմում է այդ հիմնական Արևմտյան Ադրբեջանի վերականգնման խնդիր, կարող է Իրանը լրավիրած լինեն, չգիտեմ։